Կարելի էր այսպիսի իրավիճակ ստանալ, որ պատկեր է, որ նախարարությունը եւ ես ինչ-որ պաշարված Լենինգրադն ենք, թիկունքը մի 1000 կիլոմետր Ուրալին է հասել արդեն եւ մի կյանքի ճանապարհ կա, որը որ թույլ էր տալիս այս 2 ամիսներին դիմակայել։ Այսօր խորհրդարանում քննարկվեց լեզվի մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը, որը հնարավորություն կտա Հայաստանում բացել առավելագույնը 15 դպրոց, որտեղ 5-րդ դասարանից երեխաները հանդակրթական առարկաները կսովորեն օտար լեզուներով։ Մոնոէթնիկ հասարակության մեջ առավել եւս երբ որ երաշխավորած է հայագիտական բլոկը, իսկ դա 1/3 է, առավել եւս հայկական ընտանիքի հասարակության շրջապատի առկայությամբ ուղղակի ռիսկերը այս նախաձեռնության հետ կապված շատ փոքր են։ Մենք այսօր էլ ունենք վտանգ, երբ որ ունենք միայն հայկական կրթության դպրոցներ, որ թողարկում ենք մարդկանց, որոնք միշտ չէ, որ հայրենասիրական տարրեր են իրենց մեջ կրում կամ ազգային ինքնության լավագույն դրսևորումներն են իրենց կենսակերպի եւ կենսաձևի մեջ, ցավոք սրտի։ Դավաճանության մասին խոսել այն մասին, որ ռուսական կրթության մարդիկ, այսինքն Հայաստանի հին ինտելիգենցիան հայկական մտածելակերպ չունեն, Ղարաբաղում չեն կռվել, լավը չեն, հայ չեն եւ այլն, սա ապուշություն է ու հանցագործություն, նման բաներ անել չի կարելի ուղղակի։ Արմեն Աշոտյանի կարծիքով օտարալեզու դպրոցների առկայությունը կստեղծի մրցակցություն, ինչը կխթանի կրթության որակի բարձրացմանը։ Մեր կրթական համակարգը ժամանակակից պահանջներին չի համապատասխանում։ Հանրակրթության մասին եմ, ես էլ բարձրագույն կրթության մասին չեմ խոսում, այնտեղ ընդհանրապես գոմ է։ Պատգամավորները ներկայացրին իրենց մտահոգությունները։ Կարելի է ունենալ մի քանի տասնյակ հազար ուրեմն ռուսալեզու զանգված գումարած այսօրվա ռուսալեզուներին եւ օրինակ տարածաշրջանային լեզուների մասին կոնվենցիայի համաձայն ռուսերենը ճանաչվի տարածաշրջանային լեզու, հետո այսպես խորանալով հասկացեք հարցը վերաբերվում է մնացածին։ Պետք չէ այս օրենքի շուրջ ծավալել ավելի մեծ աշխարհվերջյան սցենարներ, որովհետև նման տեսակի սցենարներ այս օրինագծի ընդունումը չի ենթադրում։ Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ որևէ մեկը չի պատրաստվում հայոց լեզվի հաշվին որևէ բարեփոխում իրականացնել։ Հանձնաժողովը դրական եզրակացությամբ օրենքի նախագիծը ընդգրկեց ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում։